Ողջույն Եգիպտոսից։ Չէ, ես այսօր ձեզ չեմ պատմելու Եգիպտոսի հյուրանոցի մասին, չեմ պատմելու ձեզ այստեղի սննդի մասին ու առհասարակ չեմ պատմելու այն ամենի մասին, ինչը դուք գիտեք Եգիպտոսի մասին։ Ես ձեզ այսօր պատմելու եմ իմ երազանքի մասին, որը մենք միասին այսօր ի կատար կացենք։ Իսկ գիտեք դա որն է։ Դա դելֆինների հետ լողալն է։ Մենք այսօր գնալու ենք դելֆինարիում ու այնտեղ ես լողանալու եմ դելֆինների հետ։ Գնացինք։ Ինչ դա նայեք նարեն ոնց է վայելում։ Եկել ենք մանկական լողավազանի մոտ ու մի քանի օր այստեղ ենք, առաջին օրն է որ եկել ենք այս մանկականի մոտ, միշտ բայց լողավազան էինք մեզ հետ մտցնում, բայց այսօր որոշեցինք, որ ինքը պետք է մենակ վայելի, իսկ մենք հանգստանանք։ Պատրաստվում եմ, որ կարողանանք դուրս գալ, սկզբից պետք է գնանք լանչ անելու, որպեսզի բաց չթողնենք լանչի ռումը ու հետո նոր արդեն 2:20 մեզ սպասելու են ռիսեպշնում ու գիտեք սա ինչի է նման իմ վիդեոներ կան որ ասում եմ 3 պակաս երազանքից, 2 պակաս երազանքից Սա դրան է նման, իրականում դա ասում եք մեծ բան չի, ինչ ա եղած ընդամենը, օրինակ դելֆինի հետ լողալը կամ շատ մարդիկ ասում են, որ ոնց կարելի է եւ այլն, իսկ շատերն էլ ավելի շատ բնապահպաններն ու կենդանապաշտպանները ասում են, որ նման վայրերը պետք է արգելվեն, պետք է փակվեն։ Ես չգիտեմ, եթե օրինակ փակվեն, այդ դելֆինների ճակատագիրը ինչ է լինելու, իրենք ուղղակի ազատության մեջ վստահ եմ, որ չեն գոյատևի, որովհետև իրենք սովոր են դրան։ Ես համամիտ եմ, որ նոր դելֆիններ չբերեն եւ չվարժեցնեն, բայց չգիտեմ, բայց հիմա եղածներին կարծում եմ, որ չի կարելի բաց թողնել բնության մեջ, որովհետև իսկապես իրենք մենակ գոյատևելու ունակ չեն, իրենց կերը միշտ պատրաստի կա, իրենք սովոր են մարդկանց ներկայությանը, իրենք սովոր չեն իրենց համար պայքարելու եւ այլն, կարծում հասկացեք ինչ եմ ասում։ Նույնը մարդիկ ովքեր որ դեմ են գազանանոցին, մենք շատ ենք տեսել ֆիլմերում մուլտեր, որտեղ որ այն գազանները, ովքեր միշտ եղել են գազանանոցում եւ հանկարծ մի օր բաց են թողնվել, տեսել ենք թե ինչ ճակատագրի են արժանացել վայրի բնության մեջ։ Ուղղակի սարսափելի է, երբ որ դու հասկանում ես, որ կենդանին ամբողջ կյանքում իր գոյատևման ապրելը պատրաստի ամեն ինչը ստանալով, մեկ էլ մի օր պետք է ինքն իրեն ամեն ինչ անի։ Ու ես չեմ համարում, որ ինքը բնազդաբար կարող է ամեն ինչից օգտվել, այսինքն կերվորսալ, ինքնապաշտպանությամբ զբաղվել եւ այլն։ Իդեպ գույնս այսպես վիդեոներ եմ բաց այրվում, բայց իրականում ինձ մտածել եմ ինքս իմ համեմատ իհարկե, որովհետև իմ մաշկի գույնը բավականին բաց է եւ ես ինչքան եմ զարգանում, ոչինչ դա չի երևում, բայց այս մասերով լավ կարմիրել եմ, ուսերս լավ կարմիրել եմ։ Ես արևապաշտպաններ շատ եմ օգտագործել, բայց փաստորեն չօգնեց։ Ուզում եմ ինձ կարգի բերել, որ սիրում եմ ինը։ Հենց մի քիչ ինձ կարգի եմ բերում, սկսում եմ ինքս ինձ ավելի սիրում զգալ եւ ինքնագնահատականը բարձրանում է ու դառնում ավելի ինքնավստահ։ Ես ուզում եմ ինձ նայել հայրում մեջ ինձ սիրում զգամ, նայեմ նկարներս ու ինձ սիրում տեսնեմ դրա համար։ Հիմա այսպես մի թեթև պատրաստվում եմ։ Ամբողջ ընթացքը միասին պատրաստեցինք ու 5 րոպե մաքսիմում ատևում։ Ըստ թվում ամեն ինչ լավ է, չգիտեմ հիմա շանց մի քիչ կոնտուր կսեմ, թե չէ։ Եկիտ, չապն անցնելու եմ, տուշ չեմ օգտագործի հոնքերս ընդգծելու համար։ Ոչինչ չեմ օգտագործի։ Եվ առհասարակ ինքս իմ աչքին դեմքս ավելի սիրուն է երևում, երբ ուղղակի մի հատ տոն եմ դնում եւ վերջ։ Այլևս ոչինչ պետք չի։ Իդեպ միշտ հարցնում եք իմ շրթունքի մատիտների գույները։ Հիմա կասեմ։ Օգտագործում եմ Starlook-ի առաջին համարը եւ Starlook-ի 5-րդ համարը մեջի հատվածում։
Հիմա քանդեմ մազերս, որով կապել եմ նարեի ռեզինով և մտել եմ լողավազան։ Ինչպես ենք անում։ Հապա։ Վերջ։ Կապա մտածում այս տարած մի հատ կապա։ Ավելի հավես կլինի, չէ՞ ինձ թվում է։ Իդեպ մեր շինարացում ենքան հայր կան, ու երեք ամենահավես պահը տեղ ունեցավ, որ երեկան ժամին խնջույք էր ինչ-որ, մեկ էլ իմ հետևորդներից շատ էին հանդիպեցի, կես հետ նկարվեցի, կես հետ ուղղակի զրույցեցի, մի խոսքով այսպես, կեսն ուղղակի հեռվից էին ինձ նայում, կամ ձեռքով անում։ Հետո ամենահավես պահն էր, որ մենք նստած էինք, մեկ էլ իմ հետևորդներից մի աղջիկ մոտեցավ ինձ, ու մեզ մի բան հյուրասիրեց, չեք պատկերացնի ինչ հավես էր, երբ որ օրինակ Հայաստանում այդպես բաներ լինում, ոնց որ արդեն նորմալ է, էլի սովոր ես, բայց երբ որ Հայաստանից դուրս ես ու քեզ էլի գիտեն, ճանաչում են, սիրում են, դա շատ հավես է, ոնց որ եթե դուք իմ այս վլոգն եք նայում, դա շնորհակալություն իմ տրամադրությունը բարձրացնելու համար։ Վերջ, ես պատրաստ եմ։ Ուրեմն ես որոշել էի, որ եգիպտացիներից դուռ առնելու տեղը կարելի առնել հայերից այստեղ աշխատող, ու ոնց որ իրենց լավ կլինի, էլի, այսպես թե այնպես գնելու էինք ու նույն գնով էինք գնելու, ավելի լավ կլինի, որ հայերից գնենք, եւ ինչ արեցինք մենք գտանք H Facebook-ում։ Մենք գտանք H أنا عاوز منك 3 حربات سقالة. هلا ميرو بدأنا مسج أقولهم Արդեն հասել ենք, բայց արագ պատմեմ շարունակությունը, ուրեմն մեզ 40 րոպե սպասեցրեցին ռեսեպշնում եւ ոնց գիրում էի չէին պատասխանում, ոնց հարցնում էի լավ, երբ կհասնի վարորդ, ասում էի գնա հետա գնացել։ Մի խոսքով հայերի պատասխանատվությունը level god նույնիսկ։ Չգիտեմ, ես անկեղծ նենց տխրեցի, որովհետեւ ուզում էի որ ոնց որ համ մեզ լավ լիներ, համ իրենց։ Եկավ վարորդը սունց քշելով եւ հասանք տեղ, տեսնենք հիմա ոնց ենք մտնելու, արդեն իրականում 3 անցա, ժամը 3-ից 4-ն է շոուն, բայց հիմա ժամը գիտեք քանիսն է, 3-ից 15 երևի, ու մենք դեռ ստեղ ոնց հարցեր ենք քննելու։ Մեզ տվեցին տոմսերը, 2 տոմսը մուտքի համար է, 3-ը լողալու համար է Դելֆինի հետ, որովհետեւ ես մենակ եմ ուզում լողալ։ Եվ մենք վճարեցինք այս ամեն ինչի համար $120։ Բարև թութակ։ Ես այնքան հույս ունեի, որ փակոտ է լինելու։
ավարտին, որովհետև ես ինձ լողալու եմ։ Շոուից հետո ֆոյում սպասում ենք, որպեսզի լողանք դելֆինների հետ ու յուրաքանչյուրս լողալու է 15 րոպե, բայց պատկերացրեք, որ շատ մարդ կա ու խումբ են մտնելու և բավականին հերթ է։ Այնպես որ այսօր տեղ ենք։ Where are you from? Armenia, nice. Друг, давай. Давай. Look, the camera is right here. Armenia. Hold the back spin, 2 hands. Все, Хатата, давай. Сюда, все. Тоже он у нас. Давай, мальчик, я вот смотри, сейчас дельфин даю. Давай, давай, походите сам туда. Հավանաբար պատկերացնում եք, որ դելֆինների հետ լողալիս նկարել է պրոֆեսիոնալ վիդեոգրաֆը ու ֆոտոգրաֆը և հետո մեկ ֆոտոն վաճառում էին $7, իսկ ընդհանուր վիդեոն վաճառում էին $47։ Ես գնել եմ մեկ վիդեոն և մեկ ֆոտո, որովհետև ֆոտոների մեջ շատ լավերը չկային, բայց ամեն դեպքում իմացեք, որ կողքից ինչ-որ մեկն էլ չի կարող գնալու նկարել, շատ խիստ հետևում էին, որ ոչ մեկը չնկարի, իսկ եթե ձեր հարազատական բարեկամ ուզում է կողքից նայել, տարածքից նայել առանց նկարելու, վճարում է առանձին $5 յուրաքանչյուր անձը։ Մի խոսքով այսպես, շնորհակալություն, որ նայեցիք իմ վլոգը, հույս ունեմ հետաքրքիր ու հա, այստեղ եգիպտական սակարկելու տարբերակը չէր գործում, ֆիքսված գներ էին։ Ձեզ համբուրում եմ, հաջողություն ու սպասեք իմ հաջորդ վլոգներին։